20 տարի եթե Հայաստանում գործում է արդեն ժենգյալով հացը, ուրեմն այդքան տարի էլ ինքը ապրում է Հայաստանում։ Ավելի շատ։ Իսկ որ բացվեց դուք արդեն ամուսնացած եք։ Մենք իրար հետ ենք բացել։ Ինչ ասեց, եկավ ասեց, գիտես Իվետա որոշել եմ բիզնես դնեմ։ Չէ, ճիշտ ասած իրար հետ ենք որոշել։ Լուրջ մի հատ այդ պատմությունը կպատնեք։ Մենք հրավիրված էինք իրանց տուն, մենք դեռ նշանված էինք։ Իմ ընկերուհիներին իր մաման հրավիրել էր ժենգյալով հաց ուտելու, քանի որ մենք Երևանցի էինք բոլորս, մենք չէինք կերել ժենգյալով հաց, ասեց ես ձեզ համար իմ համեղ բան կպատրաստեմ։ Ու մենք գնացինք ժենգյալով հաց համտեսելու։ Իհարկե բոլորից դուրը շատ եկավ։ Դրանից հետո երբ որ մենք սկսեցինք գովել, ասեց՝ «Մի րոպե, մենք ժենգյալով հացը չբացենք»։ Ու այդպես ծագեց այդ գաղափարը։ Իսկ որտեղ տարածքային ինչպես որոշեցիք որ հենց այդտեղ պիտի վերցնեք։ Պատահականության սկզբունքով երևի թե որտեղ այդ ժամանակ մենք ոչ մեկս բիզնեսի մեջ չկայինք։ Դրա համար պատահականության սկզբունքով որոշվեց Կոմիտաս առաջինը բացվեր, որից հետո իհարկե Տերյան փողոցի վրա բացեցինք։ Հա, 2 location ունեք Հայաստանում։